1980 թվականի նոյեմբերին ձերբակալեցին մի մարդու, սակայն մի քանի օրից այլևս նրան ոչ ոք մարդ չէր համարում։ Պարզվեց, որ ձերբակալվածը ԽՍՀՄ պատմության մեջ ամենադաժան մարդասպանն է։ Նրա անունն է Անդրեյ Չիկատիլո։ Ինչու չէր հաջողում բռնել Չիկատիլոյին շուրջ 30 տարի։ Ռոստովի մանյակի դաժանությունների զոհմայր եւ աղջիկ, ովքեր կրում էին հայկական ազգանուն, ովքեր էին նրանք։ Եվ ինչպես էր Չիկատիլոն կամավորականների խմբի հետ խնդրում ինքն իրեն։ Դաժան մոլագարի կյանքի մասին դու կտեսնեք այս վիդեոյում։ Բարի դիտում բոլորիդ։ Մոլագարը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի Խարկովի մարզում, երբ սկսեց հայրենական պատերազմը, նրա հայրը գնաց առաջնագիծ։ Այդ ժամանակ գյուղը, որտեղ ծնվել եւ ապրում էր դեռ փոքր Չիկատիլոն, գրավեցին ֆաշիստները։ Նրա խոսքերով նա ականատես եղավ դաժան ցեղասպանության իր գյուղում։ Լսելով Չիկատիլոյին մենք կգանք այն եզրակացության, որ նա մեծացել է մղձավանջներում։ Օրինակ, նա պատմում է, որ 1933 թվականին, երբ սով էր Ուկրաինայում, գյուղ մտան մարդակերներ, որոնք որ կերան իր եղբորը։ В 1933 году моего старшего брата Степана съели во время голода, людоеды съели, схватили люди, голодные, отчаявшись, его съели. Ապացույցներ, որ Չիկատիլոն ունեցել է եղբայր, չկան։ Հնարավոր վարկածներից մեկը, թե ինչու էր Չիկատիլոն պատմում այդպիսի իրադարձություններ, դա նա է, որ այդ ժամանակահատվածում գյուղի երեխաներին իրենց ծնողները պատմում էին նմանատիպ պատմություններ, որպեսզի երեխաները դուրս չգան դուրս եւ դեմ առ դեմ չհանդիպեն իրական վտանգին։ Դեռ պատանի տարիքում նրա վրա կատարում էին բռնաբարության փորձեր։ Ապացուցված է, որ բանակում նրա զինակիցները իսկապես բռնաբարել են նրան։ Սակայն չնայած դրան, երբ Չիկատիլոն հետ եկավ իր հայրենի գյուղ, գյուղացի աղջիկները համարում էին նրան համակրելի տղամարդ։ Սակայն дրա հետ мեկտեղ Չիկատիլոն իմանում է մի բանի մասին, որը հետ կթողնի իր ողջ կյանքում։ Исследователи ездили, она рассказала, говорит, да, уже мы планировали, но, говорит, он негодный, как мужчина, и все. Она сказала там другим девчатам, может, как сказать, посоветоваться по-хорошему, а потом по всей деревне разъяснить, что он негодный инвалид, и все это самое. Ну, с позора я из деревни убежал. Սակայն տեղափոխվելով Ռուսաստան, նա բարեհաջող ամուսնանում է եւ ունենում է 2 երեխա։ Ռոստովի մարզի Շախտա քաղաքում նա ընդունվեց աշխատանքի որպես մատակարար, որ պահին նրա կողք առնացավ ցանկություն սպանելու։ 1978 թվականին Ռոստովի Շախտա քաղաքում լուրեր տարածվեց, որ օրել է աղջիկ երեխա, որը սովորում էր 2-րդ դասարանում։ Աղջկա մարմինը գտնում են 2 օրից Շախտա քաղաքի հարակից գետերից մեկում։ Պանության մեջ կասկածեցին Ալեքսանդր Կրավչենկոին, որը արդեն դատապարտվել էր բռնաբարության հոդվածով։ Դատը որոշեց գնդակահարել Կրավչենկոին։ Այս գործով Չիկատիլոյին նույնպես բերմանի ենթարկեցին, բայց ապացույցները քիչ լինելու հետևանքով շատ շուտ բաց թողեցին։ Գործի բերումով նա գրեթե ամեն ամիս գնում էր գործողման, եւ այսպիսով ոստիկանների գործը ավելի էր դժվարանում, քանի որ նա սպանում էր մարդկանց Ռուսաստանի տարբեր կողմերում եւ տարբեր մարզերում։ Չիկատիլոյի զոհերից դարձավ նաեւ Տատյանա Պետրոսյանը, որը ազգությամբ ռուս էր, սակայն վերցրել էր նախկին ամուսնու ազգանուն։ Լինելով Չիկատիլոյի սիրուհին, նա ներս թողեց Չիկատիլոյին տուն, այդ օրը Տատյանա Պետրոսյանին եւ Սվետլանա Պետրոսյանին գտան մահացած իրենց տանը։ Չիկատիլոն փնտրում էր զոհեր կայարաններում եւ կանգառներում։ Ծանոթանալով նրանց հետ եւ իմանալով նրանց նախասիրությունները, նա առանձնանում էր նրանց հետ այն պատրվագով, որ նրանց համար նվեր ունի։ Մեկի համար ձկնորսական կարդ, մեկին վիդեոմագնիտոֆոն, երբ անչափահաս երեխաները համաձայնվում էին, նա նրանց տանում էր անտառ, ասելով, որ տան ճանապարհը անցնում է անտառով, սակայն անտառից նա դուրս էր գալիս մեն-մենակ։ Ոստիկանները վստահ են, որ այսպիսի անմարդկային արարքների ունակ է միայն հոգեկան հիվանդ մարդ եւ շուտով սկսեցին ձերբակալել մարդկանց, ովքեր գրանցված էին հոգեբուժարաններում, սակայն Չիկատիլոն այդ մարդկանց ցուցակում չկար։ Նրան միշտ ճանաչել են որպես հավասարակշռված եւ խելացի քաղաքացի։ 30 տարվա մեջ նրան կասկածել են 1 անգամ։ Մանյակը մոտենում էր աղջիկ երեխաների դրանով, իսկ ականատես ոստիկաններին կասկածելի տեղիք տալով։ Այդ ժամանակահատվածում նրանք ունեին գլխավոր հրաման՝ գտնել մարդասպանին։
Տեսնելով նրան ոստիկանները պարզեցին, որ նա անիմաստ փոխում է իր տրանսպորտը, քնում է կայարանում եւ կապ ունի վարքից թույլ կանանց հետ։ Նրան ձերբակալեցին, նրա ճամպրուկում հայտնաբերեցին դանակ, պարան եւ վազելին։ Կարծես թե ոստիկանները վստահ են, որ բռնել էին մարդասպան մանյակին, բայց Չիկատիլոն հեշտ չհանձնվեց։ Չիկատիլոն պարզաբանեց, որ դանակը նրան պետք է սնունդ կտրելու համար, վազելինը օգտագործում է սափրվելուց հետո, իսկ պարանը գործի բերումով արկղեր փաթեթավորելու համար է։ Չիկատիլոյի խոսքերը ոստիկանների համար խելքին մոտ էր, բայց ոչ համոզիչ։ Այդ ժամանակ ոստիկանները արեցին անընդունելի մի սխալ։ Փորձաքննության ժամանակ զոհերից մեկի վրա նրան գտել էին օտար մարմնի մասեր։ Մոլագարի արյան կարգը 4-րդ էր, մինչդեռ Չիկատիլոյի արյան կարգը 2-րդ էր։ Պատկերացրեք, որ ոստիկանները մտան բանտախուց, ներողություն խնդրեցին Չիկատիլոյից եւ բաց թողեցին նրան։ Ոստիկանները գտնում էին Չիկատիլոյի զոհերին շատ վատ վիճակում։ Նրանց մարմինները աղավաղված էին եւ չունեին աչքեր։ Սպանելուց հետո մարդկանց աչքերը հանելը նա բացատրում էր այսպես. նա վախենում էր, որ մահացածների աչքերի մեջ կմնա իր արտացոլանքը։ 1990 թվականի նոյեմբերի 3-ին Չիկատիլոն տարավ իր հետ անտառ իր նախավերջին զոհին։ Մեծ հաշվով կարող ենք ասել, որ նախավերջին զոհ Վիկտոր Տիշենկոն դարձավ պատճառ հետագա Չիկատիլոյի ձերբակալման։ Վիկտոր Տիշենկոն 16 տարեկան էր, եւ երբ անտառում Չիկատիլոն հանեց իր դիմակը, Վիկտորը պաշտպանվելու նպատակով կծեց սկզբից նրա մատը եւ հարվածեց Չիկատիլոյի ոտքին, որի պատճառով Չիկատիլոն դեռ շատ երկար ժամանակ կաղում էր։ Ցավոք սրտի Վիկտոր Տիշենկոն չկարողացավ ազատվել մոլագարի ձեռքերից։ Վերջին զոհը Սվետլանա Կորոսիկն էր, որի մարմինը գտան Վիկտոր Տիշենկոյի սպանությունից 10 օր հետո, նոյեմբերի 13-ին։ Այս վիդեոյում ես զերծ կմնամ մանրամասներից, թե ինչ էր նա արել Սվետլանա Կորոսիկի հետ։ Սպանելով վերջին զոհին, նա ինչպես միշտ գնում էր դեպի կայարան, որպեսզի գնար դեպքի վայրից։ Սովորաբար նրան հաջողվում էր կորել ամբոխի մեջ, բայց ոչ այս անգամ։ Նրա շորին կպած տերևները եւ ճամպրուկը կասկածի տեղիք տվեցին ոստիկաններին։ Ոստիկանները խնդրեցին, որպեսզի Չիկատիլոն տրամադրի իր անձնագիրը։ Դրանից հետո սկսեցին հետևել նրան։ Նոյեմբերի 20-ին նա դիմեց բուժօգնության, քանզի նրա մատը կծել էր 16 տարեկան տղան, նախավերջին զոհը։ Չիկատիլոն իմացավ, որ դա կոտրվածք էր։ Նա տխուր դուրս եկավ եւ գնաց խանութ, գարեջուր գնելու նպատակով։ Խանութից դուրս գալուց նրան ձերբակալեցին։ Սկզբից նա խուսափում էր խոսել ոստիկանների հետ, ուղիղ ապացույցներ գործի վերաբերյալ չկար։ Ոստիկաններին օգնության եկավ հոգեբան Ալեքսանդր Բուխանովսկին, որը որ նախնական տվյալներով հայտարարել էր, թե ինչպիսին է իր կարծիքով մարդասպանը։ Մտնելով սենյակ, նրա մոտ կասկած չկար, որ մարդասպանը նստած է իր դիմաց։ Չիկատիլոն կամավոր ընդունում է իր մեղքը։ Տեսականորեն հավասարակշռված եւ ոչ մի բանով աչքի չընկնող մարդը ընդունեց մեղք 50 մարդու սպանության մեջ, սակայն հստակ քանակը պարզ չէ մինչ այսօր։ Դատի ժամանակ նա ձևացնում էր, որ նա խելագար է, իջեցնում էր իր տավատը եւ ուղղակիորեն ծիծաղում զոհերի հարազատների վրա։ Պատասխան պրովոկացիային զոհերի հարազատները ցանկանում էին վարվել Չիկատիլոյի հետ հենց այնպես, ինչպես նա վարվել էր իրենց երեխաների հետ, սակայն ոստիկանները չէին թողում հարազատներին մոտենալ Չիկատիլոյին։ 1994 թվականի փետրվարի 13-ին ոստիկանները Չիկատիլոյին ասեցին, որ նրան տանում են ստուգման, սակայն Չիկատիլոյին տանում էին գնդակահարման։ Չիկատիլոն դաժան եւ սառնասիրտ մարդասպան էր, այլ ոչ թե հոգեկան հիվանդ։ Նա գիտակցում էր իր ամեն մի քայլ, հաշվարկում ամեն ինչ, եւ դրա համար էլ 30 տարի նրան չէր հաջողվում բռնել։ Պատմությունը մեզ ցույց է տալիս, որ ոստիկանական տարրական սխալները ինչպիսի հետևանքներ կարող են թողնել եւ ինչքան մարդկային կյանքերի գին կարող է արժանալ այդ սխալը։ Չիկատիլոյի պատմությունը իր հետ բերեց շատ ավելի աղետալի պատմություններ։ Վառ օրինակներից է օրինակ Բիցևսկի մանյակը, որը անցավ Չիկատիլոյին զոհերի քանակով։ Սպանելով 60 հոգու, նա անցավ Չիկատիլոյի ցուցանիշը։ Չիկատիլոն հիշեցնեմ, որ սպանել էր 53 հոգու։ Սակայն կա եւս մի պատմություն, որ Չիկատիլոյի մասին խոսալուց չեն կարող չանդրադառնալ։ Դա Պապկովի պատմությունն է։
որը զոհերի քանակով առաջինն է թե Ռուսաստանի եւ թե Սովետական միության պատմության մեջ։ Նա գործում էր 1992 թվականից 2011 թվական։ Դեռևս ապացուցվել է 91 սպանության դեպք։ Սակայն քանի դեռ Պապկովը ողջ է, նա գրեթե ամեն տարի բացահայտում է նոր սպանություններ։